Բարև ձեզ, Նոյան Տապանի եթերում նորմալ չէ ոդկասթն է։ Զրույցների այս շարքի շրջանակներում քննարկելու ենք հանրային վարքի վատ եւ ոչ նորմալ դրսեւորումները, որոնք մտահոգում են ոչ միայն ինձ որպես լրագրողի, այլև մեր շատ հայրենակիցների։ Այսօր շատ հարցերի պատասխաններ կփորձեմ ստանալ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, անչափ շնորհակալ եմ այս ձևաչափով մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ոդկասթի անվանումը իրականում շատ խոսուն է։ Եվ ես ուզում եմ հենց առաջի հարցը սկսենք նորմալ չէ։ Այդ երևույթից, այդ ձևակերպումից, տերմինից ի՞նչն է ձեզ այսօր անհանգստացնում որպես երևույթ, որպես դրսևորում, որը կտեղավորեք նորմալ չէի սահմաններում եւ կցանկանաք, որպեսզի քննարկումներով թեկուզ մենք փորձենք իրավիճակ փոխել։ Շնորհակալություն։ Անհանգստացնող բան իհարկե շատ կա, որում ես չեմ ասել, որ միայն այսօր երեկել էր դա անհանգստացնում, կարծում եմ վաղն էլ կանհանգստացնի, բայց կփորձեմ առաջնային երկրորդականից տարբերել, հա։ Անհանդուրժողականությունը։ Կարծում եմ, որ շատ եւ շատ բացասական երևույթների հիմքում այդ անհանդուրժողականությունն է։ Երբ քեզ թվում է, որ ճիշտը միայն դու ես, կարևորը միայն քո կարծիքն է, երբ որ դու ավելի շատ կարևորում ես ասելը, քան լսելը ուրիշին, բայց չէ որ Աստված մեզ մի բերան է տվել եւ երկու ականջ, երևի ինչ-որ բան հաշվի առել, չէ, երբ մոռանում ես կամ չես ուզում հաշվի նստել նրա հետ, որ մարդիկ չեն կրկնվում, յուրաքանչյուր մարդ անհատականություն է, յուրաքանչյուր մարդ տիեզերք է, եւ բոլոր փորձերը, որպեսզի մարդիկ իրար նմանվեն եւ նույն ձևով մտածեն, նրանք բնորոշ են միայն ու միայն բռնապետական համակարգերին։ Ընդ որում այնտեղ էլ չեն հասնում նպատակին, պարզապես այդպես են ներկայացնում։ Մենք չենք կարող ասել, որ բոլոր հայերը այսպես են մտածում, բոլոր կանայք այսպես են մտածում, բոլոր տղամարդիկ այսպես են մտածում, բոլոր երեխաները այսպիսին են, բոլոր ծերերը այսպիսին են, բոլոր բժիշկները այսպիսին են, բոլոր ուրեմն տաքսի քշողները այսպիսին են, ոչ, տարբեր են եւ դրանով են հետաքրքիր։ Երբ դու հասկանում ես դա, որ մեր տարբեր լինելը դա ոչ թե մեր դժբախտությունն է, այլ մեր հարստությունն է, դու սկսում ես հանդուրժել ուրիշի կարծիքը, հանդուրժել չի նշանակում անպայման համաձայնվել։ Շատ կարևոր Չի նշանակում, բայց լսել պետք է բոլորին, փորձել հասկանալ բոլորին։ Նայեք, կա նույնիսկ այսպիսի մի պարզ ճշմարտություն, որը գալիս է, եթե կարելի է ասպես ասել, ռազմական հոգեբանությունից։ Թշնամուն հաղթելու համար դու պետք է հասկանաս իր հոգեբանությունը։ Իսկ եկեք անկեղծ խոսենք, մենք փորձում ենք դա հաճախակի մերժել։ Մեր հոգեբանությունն ավելի կարևոր։ Եվ արդյունքը լինում է հաճախակի շատ ցավալի։ Բայց սա դեռ թշնամու մասին է։ Իսկ մենք չենք փորձում հասկանալ նույնիսկ բարեկամի հայրենակցի հոգեբանությունը, մտածելակերպը, ճշմարտությունն իր, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ունի սեփական ճշմարտությունը։ Եվ այստեղ գալիս է մի շատ կարևոր հարց, բա որոնք են այն կետերը, որոնք տալիս են մեզ հնարավորություն իրար հետ շատ ու շատ հարցերում համաձայն չլինելով, բայց գտնել ընդհանրություններ։ Կարծում եմ այդ ընդհանուր կետը դա արժեքային համակարգն է։ Ինչն է մեր համար կարևոր։ Մարդը մեր համար արժեք է, թե ոչ։ Մեր երկիրը մեր համար արժեք է, թե ոչ։ Շատ հավանական է, որ մենք շատ տարբեր մոտեցումներ ունենք, թե ինչպես պահել երկրի անկախությունը, ինչպես զարգացնել նա, բայց եթե երկիր
պահելը, երկիր զարգացնելը չի դառնում մեր համար կապող, ընդհանուր, կարևորագույն գաղափար, մենք իհարկե երբեք լեզու չենք գտնի իրար հետ։ Չէ, բայց այսօր այդպես չէ, որ բոլորս խոսում ենք մեր երկիրը, այո, ուժեղ տեսնելուց, ուժեղ պահելուց, ամուր պահելուց, ինքնիշխան պահելուց, բոլորը, եթե անհատապես ես վստահ եմ, հարցնենք, յուրաքանչյուրը այդ բարի նպատակները կթվարկի, բայց Ուրեմն շատ լավ եք ասում։ Մենք խոսում ենք։ Բարի նպատակներ ասեցիք։ Լավ բառակապակցություն է։ Այդ Աստվածաշնչում գրված է, որ դժոխքի ճանապարհը կառուցված է բարի նպատակներից։ Իսկ դրախտինը բարի գործերից։ Դրանք շատ տարբեր են։ Բոլորը խոսում են միայն բարուց, բոլորը խոսում են ազնվությունից։ Մենք ինքներս դա գիտենք, չէ՞։ Ամենամեծ խաբեբաները խոսում են ազնվությունից, գողերն են խոսում ազնվությունից, մարդասպաններն են խոսում մարդասիրությունից, եւ այլն, դավաճաններն են խոսում ուրեմն հայրենասիրությունից։ Ուրեմն խոսքը այդքան էլ կարևոր չի։ Գիտեք, ես արդեն մոտ 45 տարի թատրոնում եմ զբաղվում եւ նկատել եմ, որ թատրոնի օրենքները, ինչպես է կառուցում ներկայացումը, շատ է նման հասարակության զարգացման օրենքների։ Թատրոնում կարևորը ոչ թե խոսքն այլ գործողությունը։ Ամենամեծ չարագործները համաշխարհային դրամատուրգիայի տեսակետից խոսում են բարությունից։ Բայց մենք նայում ենք, թե ինչ գործեր են իրանք անում, եւ այդ գործերի էլի հիմա Աստվածաշնչից բան բերեմ, հա, որ մարդկանց կդատեն այս իրենց գործերի, այլ ոչ թե խոսքերի։ Սա մեծ տարբերություն է։ Եվ եթե գործերը եւ խոսքերը հաճախակի ուրեմն իրար չեն համապատասխանում, այստեղ գալիս է եւս մի հարց, որը կարող է մեզ միավորել, որպեսզի մենք կարողանանք իրար հասկանալ։ Դա անկեղծությունն է։ Մենք չպետք է վախենանք անկեղծությունից։ Մենք չպետք է վախենանք քննադատվելուց։ Դա նորմալ երևույթ է։ Մենք չպետք է վախենանք դրանից, որ բազմաթիվ մարդիկ մեր հետ կարող են համաձայն չլինել։ Հիմա մենք ձեր հետ խոսում ենք, վաղ մյուս օր դուք այս նյութը կտեղադրեք ուրեմն YouTube-ում, հա, եւ այնտեղ կլինեն շատ տարբեր կարծիքներ։ Մի մասը կհավանի, մի մասը կհայհոյի, մի մասը կքննադատի։ Համաձայն չլինելը նորմալ է, պարոն Բաբայան, բայց հայհոյելը արդյոք նորմալ է։ Եկանք հասանք հայհոյանքի։ Վիրավորելը, պիտակավորելը մարդուն միայն նրա համար, որ այլ կարծիք ունի, արդյոք դա նորմալ է։ Դա նորմալ չի, բայց պետք է հասկանալ դրա արմատները։ Գիտեք, ես կարծում եմ, որ հայհոյանքի, վիրավորանքի արմատները թուլության մեջ են։ Երբ դու չունես փաստարկներ, նորմալ շփվելու, խոսելու, դու սկսում ես վիրավորել, դու սկսում ես հայհոյել, որտեվ հայհոյանքին ու վիրավորանքին ինչպես կարելի է պատասխանել։ Կամ փորձում ես նույն ձևով պատասխանել եւ դրանով իսկ իջնում ես, կանգնում ես նույն հարթակում, կամ պարզապես արհամարում ես ոչ մի բան չես պատասխանում, բայց պետք է ասել, որ երկխոսությունը դրանով դադարում է։ Երբ մարդիկ իրար վիրավորում են, հայհոյում են, երկխոսություն չկա։ Երբ մեկը վիրավորում է, մյուսը լռում է, էլի երկխոսություն չկա։ Երկխոսություն կա, երբ ես քո հետ համաձայն չեմ, բայց հարգալից լսում եմ քո կարծիքը։ Կամ էլ հակադարձում։ Հետո հակադարձում եմ, իհարկե։ Եվ շատ կարծում եմ դժվար է ապահովել նորմալ պայմաններ այդ երկխոսության համար, եթե մենք գալիս ենք արդեն կարծրատիպերով կառուցված կարծիքով։ Վերջի վերջով մենք մարդիկ ենք, մենք ապրում ենք, մենք փոխվում ենք, մեր հայացքներն են փոխվում հաճախակի, եւ դա ճիշտ է։ Աշխարհն է մեզ փոխում, իրավիճակը, համացանցը ի վերջո։ Մեր շրջապատը, մեր երեխաները, մեր ծնողները, մեր ընկերները, մեր ամուսինները, այս ամեն ինչը ազդում է մեր վրա։ Եթե մենք ասում ենք, որ իմ հայացքները չեն փոխվել վերջի 30 տարվա ընթացքում, մենք դրանով պարզապես արձանագրում ենք, որ մենք ոչ մի առաջընթաց ուղեղային առումով այս 30 տարվա ընթացքում չենք ունեցել։ Ինչ որ կատարվել է աշխարհում եւ մեր շուրջ, մեր կողքով անցել, չի ազդել մեր վրա։
Եվ երբ մենք խոսում ենք մարդու հետ, որը հարգալից է մեզ վերաբերում եւ ունի նույնիսկ հակառակ տեսակետ, մենք հաստատ ինչ-որ բանով հարստանում ենք։ Մենք կարողանում ենք հասկանալ, որ կա եւ ուրիշ տեսակետ, որի հետ պետք է հաշվի նստել։ Նայեք ինչ են հաճախակի ասում մեր ամենա ագրեսիվ հասարակության շերտերը, հա, թողեք գնացեք այս երկրից։ Եղբայր ում հետ եք ուզում մնալ այս երկրում։ Ընդ որում ես չեմ ասում ով ասում, ամեն տեղից էլ ասում են, տարբեր ճամբարներից, հա, եւ իշխանություն սիրողները, եւ իշխանություն ատողները եւ այլն եւ այլն։ Եղբայր մի քշեք իրար, հələ փորձեք իրար հետ լեզու գտնել։ Քշելով դուք ոչ մի բանի չեք հասնի։ Քշելը թողեք գնացեք այս երկրից, նաեւ կա ուրիշ, հա, ձևակերպում։ Մենք կթողենք կգնանք այս երկրից, ընդ որում հաճախակի դա գնում է որպես սպառնալիք, հա։ Սա հարցի լուծում չի, ուզում ես գնալ, գնա։ Եթե քեզ համար հարմար է ինչ-որ տեղ ապրել, գնա ապրի այդտեղ։ Բայց մի վիրավորի նրանց, ովքեր մնում են, մի վիրավորի նրանց, ովքեր փորձում են իրար հետ լեզու գտնել։ Չի կարելի, էլի վերադառնանք դրանից ինչից սկսեցինք, չի կարելի փորձել ապրել միայն համախոհների հետ։ Այդպես չի լինում։ Մեր հարստությունը մեր տարբեր լինելու մեջ է։ Մենք ընդհանրապես իրականում իրար հանդեպ ձգվում ենք, որտեղ մենք տարբեր ենք, չէ։ Տղամարդ, կին, չգիտեմ, ծեր, երեխա, թորնիկ եւ այլն, նույնիսկ տարբեր ազգեր տարբեր են, մեզ միշտ հետաքրքիր է լսել ուրիշ ազգերի ներկայացուցիչներին, ինչպես են իրանք մտածում, ինչպես են իրանց երկրում ապրում եւ այլն, դա ինչ հետաքրքիր է, բա մենք իրար հետաքրքիր չենք։ Մենք հիմա հաճախակի են խոսում խաղաղության մասին, չէ՞, ընդ որում էլի կարծես թե բոլորը խոսում են։ Պարզապես մեկ ասում է, սա ռեալ խաղաղություն է, մյուսը ասում է, չէ, արժանապատիվ խաղաղություն պետք է, բայց խաղաղություն բառը կա։ Խաղաղությունը ներսից պետք է լինի։ Երկրի ներսում մենք երբեք արտաքին հարաբերություններում չենք հասնի խաղաղության, մինչև չհաստատենք այդ խաղաղությունը ներսում։ Խաղաղություն ներսում նշանակում է վերանա այս պառակտումները, վերանան բոլոր տեսակի պառակտումները։ Ներհասարակական այդ պառակտումները, որոնք մենք տեսնում ենք։ Գուցե մի քիչ ավելի սենց կոշտ բառ է, տարբեր մոտեցումներ երբեք չեն վերանա եւ դա լավ է։ Բայց հասկանալ, որ այս երկրում ապրող յուրաքանչյուր անհատ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ արդեն իսկ դրանով նա արժեք իրենից ներկայացնում եւ արժանի է հարգանքի, սա միանշանակ պետք է լինի։ Սեփական երկրում մտածել, առավելևս գործել, ոչնչացնելու ուրիշին սկզբունքով շատ վտանգավոր բան է։ Դա չի կարելի անել նույնիսկ արտաքին աշխարհում։ Խելոք խելացի երկրները ման են գալիս ընկերներ, բարեկամներ, անխելքները թշնամիներ։ Իսկ ամենախելոքները թշնամուց դարձնում են բարեկամ։ Սա էլ է մեծ իմաստություն եւ տաղանդ է պետք սրա համար։ Իսկ մենք մեր երկրում ենք ման գալիս թշնամիներ, մենք էլ մեկ սխալ եմ օգտագործում այդ բառը, մենք չէ, հաճախակի ինչ որ շերտեր, որտեվ ես անկեղծ ասած կարծում եմ եւ գուցե իմ շփումները մարդկանց հետ դա ապացուցում են, որ այդ ագրեսիվությունը, այդ վիրավորանքը, այդ սպառնալիքները, այդ հոյանքները ավելի շատ մեդիա դաշտում են։ Հասարակ մարդիկ իրար հետ շփվելուց շատ ավելի հանդուրժող են, մեղմ են, բարի են, եւ սա իմիջիալուց նկատում են բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք գալիս են Հայաստան։ Իրենք ասում են, սա հրաշալի հետաքրքիր երկիր է, իր ուրեմն եկեղեցիներով, իր ուրեմն բոլոր տեսակի բնական
այս ռեսուրսներով շատ հետաքրքիր, բայց առաջին հերթին հրապուրում են մարդիկ։ Մենք այդքան վատը չենք։ Բա ինչու ենք այդ վատ դրսևորումները ունենում հատկապես համացանցային տիրույթում։ Դա ինչ մեկնաբանություն, ինչ բացատրություն ունի։ Ինչ ենք մենք մեր զայրույթը, մեր բարկությունը հենց այդ տիրույթում այդպես պարփում։ Լավ, նայեք, սենց փորձենք ասել։ Երկու հոգի իրար հետ վիճում են ինչ-որ հարցի շուրջ։ Երկուսն էլ կիրթ են։ Դուք ինչ-որ բան եք ասում, որի մասին ես չի մտածել կամ ես համաձայն չի, ես մտածում եմ, վերլուծում եմ ձեր ասածը, հետո փորձում եմ ին, հա, բաները բերել, տեսակետ առաջ բերել։ Եվ կա ուրիշ տարբերակ, դուք ինչ-որ բան եք ասում, ու ես դες հայհոյում եմ միանգամից, վիրավորում եմ։ Այն մեր մեդիա դաշտը հիմնականում այդ Facebook-ում, հա, այդ վարկյանական վիրավորանքի վրա է նվում, որտեվ եթե դու սկսես մի քիչ լուրջ մտածել, դու հաստատ չես իջնի այդ մակարդակի։ Ես կարծում եմ կրթությունը եւ դաստիարակությունը ամեն ինչի հիմքում են։ Մենք հաճախակի խոսելով դաստիարակության մասին, ասում ենք, այն ինչի ծնողները չեն դաստիարակում երեխաներին, որ չի կարելի գողանալ, չի կարելի վիրավորել, չի կարելի ծեծել, ասում են, բայց երեխաները անում են։ Ինչու՞, որտեվ դա անում են ծնողները։ Որտեվ ամենալավ դաստիարակության մեթոդը դա սեփական օրինակն է։ Եթե երեխան տեսնում է, որ հայրը կոպիտ է խոսում մոր հետ, սենց ասենք, հա, էլ չասեմ ծեծում է եւ այլն։ Ինչքան ուզում եք ասեք, դու պետք է կիրթ լինես, դու պետք է քեզ լավ պահես, նա տեսնում է, որ դա նորմալ, բնական երևույթ է ընտանիքում եւ դա կարելի է ուրեմն դուրս հանել նաեւ փողոց։ Ավելին նա այդպես է դաստիարակվում։ Եթե նա լսում է, որ պետք չի սուտ խոսել, բայց տեսնում է, որ տանը սուտ են խոսում, հեռախոսով են սուտ բան ասում, նա հասկանում է, որ սուտ խոսել կարելի է, որ այդ բոլոր քարոզները, որ այսպես չի կարելի անել, նրանք պարզապես խոսքի համար են, դե պիտի ասվի, էլի ծնողը պետք է ասի, իրական կյանք ուրիշ է։ Իրական կյանք ուրիշ չէ։ Իրական կյանք այնպիսին է, ինչպիսին մենք մտածում ենք եւ ինչպիսին մենք այն ստեղծում ենք։ Մենք հաճախակի ասում ենք, դե պետք է հարմարվել։ Չէ, կյանք հարմարացրեք ձեզ։ Որտեվ երբ դու փորձում ես հարմարվել, դու հարմարվում ես վատին, լավին չեն հարմարվում։ Լավը ներսից է գալիս։ Ես հիշում եմ շատ վաղուց, մի 40 տարի առաջ, երբ նոր էի սովորում մեքենա վարել, մեքենա վարող ուսուցիչներ ասում են, Հայաստանում օրենքով քշել հնարավոր չի։ Ինչու՞։ Եվ եթե դու քշես օրենքով, դու պարզապես վտարների մեջ կգտնվես։ Այո, ինչու՞։ Հնարավոր է։ Ես քանի տարի քշում եմ, ես չեմ ասում, որ ես խախտում երբեք չեմ արել։ Բայց դրանք մտածված խախտումներ չեն եղել երբևիցե։ Հա, կան մարդիկ, որոնք իսկապես վատ են քշում, խախտումներ են անում, բայց մեծամասնությունը հիմա այդպիսին չի, Հայաստանում հնարավոր է, Հայաստանում հնարավոր է մաքուր ապրել, հնարավոր է, եթե դու ընկալում ես Հայաստանը որպես քո սեփական բնակարան, որտեղ դու ծխախոտի մնացորդը չես գցում, աղբը չես թափում, սա իմ բնակարանն է, սա իմ տունն է, հետո իմ տունը դառնում է իմ բակը, հետո իմ տունը դառնում է իմ քաղաքը, վերջ իմ տունը դառնում է իմ երկիրը, եւ վերջ իմ տունը դառնում է մոլորակ, ինչպես ցույց տվեցին ճապոնացիները, որոնք կատարում ստադիոնում աղբ էին հավաքում, չնայած իրենք չէին թափել այդ աղբը, որտեղ իրենք հասկանում էին, որ մաքրասիրությունը դա ներքին հասկացողություն։ Աշոտ Բլեյանը մի անգամ շատ լավ բան էր ասել, ասել էր մարդիկ բաժանվում են երկու մասի, դու կամ հավաքարար ես կամ խոզես։ Շատ Իրականում դիպուկ բաժանում, այո։ Ուրեմն նաև ես ասացի թուլության մասին, հա, նաև կա երկրորդ հանգամանքը, տիրոջ զգացողությունը։ Տերը իրան շատ ոնց ասեմ, շատ կոռեկտ է պահում, շատ մաքուր է պահում։ Ես երկիր տերն եմ։
Իսկ Տերը նաև ուրիշների հանդեպ է ուրիշ, հա, մեր մոտ տուն որ հյուր է գալիս, մենք Տեր ենք, չէ՞։ Մենք ինչպես ենք ընդունում։ Իսկ մի հատ պատկերացրեք, որ ես Տերը եւ իմ համակարգացիների համար նույն վերաբերմունքն եմ ունենում։ Ես չեմ կարող տարբեր մարդ դառնալ դրանից կախված թե ում հետ եմ խոսում, ում հետ եմ շփվում։ Ներքին փոփոխությունը, ներքին աշխատանքը սեփական անձի վրա կարծում շատ կարևոր է։ Մեզնից ոչ ոք կատարյալ չի։ Մենք բազմաթիվ թերություններ ունենք, բայց հիմնականում մենք փորձում ենք թերությունները գտնել ուրիշների մեջ, ինչու, որպեսզի մենք ինքներս մեզ արդարացնենք։ Կա շատ լավ մեկնաբանություն, ինչու է Յագոն սպանում Օթելոյին, հա, բերում այդ վիճակին։ Նա չի կարող հանդուրժել, որ կա սպիտակ մարդ, այսպես ասած Օթելո, որը արտաքնապես սևը, բայց ներքուս սպիտակ է, որտեղ երբ որ կա մեկը, որը լավն է, դա ոնց որ մեղադրանք է քեզ։ Երբ որ թորս կողմդ բոլորը սրիկա են, դու արդարացում ունես, դե ես ինչ։ Մենք բոլորս ենք այդպիսին։ Մենք բոլորս այդպիսին չենք։ Մենք բոլորս սկսում ենք քեզնից։ Մի գցի ուրիշի վրա այն աշխատանքը, որ դու պետք է կատարես քո հետ։ Եվ երբ որ դու սկսում ես զբաղվել սեփական մաքրությամբ, ցենց ասեմ, չասեմ բարոյականությամբ շատ, թե մաքրությամբ, դու հասկանում ես, որ ուրիշի մաքրությամբ զբաղվելու դու ժամանակ չունես, այդքան բան ունես քո մեջ մաքրելու։ Հիմա ո՞նց անենք, պարոն Բաբայան, որ այդ մտածողությունը գերիշխող լինի մեր հանրության մեջ, այսինքն այստեղ որ օղակները պետք է սկսեն աշխատել, որտեղից աշխատանք պետք է սկսի, որ մեր հանրության մեջ, լավ հասկացանք, մենք բոլորս տարբեր ենք, մեր տարբերությունը բերում է տարբեր դրսևորումների շատ հարցերում, բայց ինչպես անենք, որ գերիշխող օրինակելին լինի ավելի շատ դրական։ Շատ լավ բան եք ասում, ես կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր հարց լուծելիս կա մի քանի ճանապարհ են, որոնք բոլոր ճանապարհներով պետք է միաժամանակ գնալ։ Շատ կարևոր է դպրոցի եւ տնտեսական դաստիարակությունը։ Տարբեր են կրթությունը եւ դաստիարակությունը։ Իհարկե, միանշանակ։ Կա եւս մի շատ կարևոր հանգամանք։ Առավել եւս մեր երկրում կարծում եմ այստեղ մեծագույն թերացում կա։ Դա հանրային ճանաչում ունեցող մարդկանց վարքագիծն է։ Նայեք, ես չեմ նշում, հա, հատուկ իշխանությունն է, թե ընդդիմությունն է, որտեղ մեր մեջ ասած տենց կարգին լավ իրար հավասարակշռում են։ Եթե դու ունես որոշակի հանրային ազդեցություն, նույնիսկ փոքր խմբակի վրա, եւ թույլ ես տալիս քեզ այլանդակ պահվածք, սա ունենում է շարունակություն։ Այս մարդուն մենք տեսնում ենք հեռուստացույցով, կամ այս մարդը ինչ որ պաշտոն է զբաղեցնում, կամ ազգային ժողովում ենք տեսնում, եւ տեսնում ենք, որ նա իրեն թույլ է տալիս ամեն ինչ։ Իսկ ինչու ոչ մենք ինչքան ավելի մեծ է քո հանրային ճանաչումը, այդքան ավելի զուսպ դու պետք է լինես քո վարվելաձևի մեջ, որտեղ իրականում, ասենք ասեմ, մտավորականի, ասենք, հիմնական գործառույթները դրանք ինչը չի կարելի անել։ Ինչը չես կարող քեզ թույլ տալ։ Մենք խոսեցինք, ասենք, լրագրության եւ քարոզչության տարբերության մասին։ Ես իմ համար դա որոշում շատ պարզ։ Քարոզիչը ասում է ամեն ինչ թույլատրելի է, լրագրողը ասում է ամեն ինչ չէ որ թույլատրելի է։ Ինչն է զսպում իրեն, մասնագիտությունը։ Ինչն է զսպում, ինչն է պրոֆեսիոնալիզմի հատկանիշը բժշկի մոտ, ինչը չի կարելի անել, ինչը կվնասի հիվանդին։ Դրա համար բժիշկների համար մեկ, հա, բանը, թեզը, չվնասես, հետո կբուժես, կարևորը չվնասես, այդ չվնասեսը վերաբերում է բոլորիս, ես կարող եմ մի կոպիտ վիրավորական բան ասել, հետո կարող եմ մի ժամ խոսել շատ կարևոր բաների մասին, այս շատ կարևոր զուսպ արտահայտված մտքերը կջնջվեն իմ մեկ վատ արտահայտությամբ։
զսպիկ ես։ Մենք մարդ ենք, մենք հաճախակի կարող ենք պորտկալ, մենք էմոցիոնալ ենք, հազար ու մի բան, բայց թող մեր էմոցիաները մի քիչ ուրիշ ձևով արտահայտվեն։ Հանրային ճանաչում ունեցող անձ ձևակերպեցիք այդ մարդկանց, իսկ հեղինակություն, պարոն Բաբայան, այսօր եթե նայենք մենք մեր հանրության համար ովքեր են հեղինակությունները։ Ես չեմ կարծում, որ 21-րդ դարում ընդհանրապես կա այս տեսակ հասկացողություն։ Կան հեղինակություններ կոնկրետ մասնագիտություններում։ Ասենք, թատերական ասկբարազում այս մարդը հեղինակությունն է կամ ասենք թե առողջապահության կամ գուցե քաղաքականության մեջ նույնիսկ եւ այլն եւ այլն։ Բայց որպես ինչ որ մի մարդ լինի հեղինակություն բոլորի համար, դա սուտ հնարած բաներն է։ Չկա հիմա այդպիսի բան։ Առաջ կար։ Ես կարծում եմ առաջ դժվար է ասել, որտեղ մենք հիմա այս ժամանակակից տեխնոլոգիաների արդյունքում իրականում կարողանում ենք մոտավորապես բոլորի կարծիք իմանալ։ Առաջներում նման բան չկար։ Ում կարծիք է։ Գրող պիտի լինի, ինչ-որ արվեստագետ պիտի լինի, ինչ-որ քաղաքական գործիչ պիտի լինի, բայց արդյոք մենք գիտենք բոլորի կարծիքները այդ մարդկանց մասին, որ ասում ենք։ Չէ, եւ կարծում եմ դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Ես նկատի ունեմ համընդհանուր հեղինակության մասին։ Հիմա միգուցե մի բան ասեմ, որ հետս չավադ հեղինակությունը դու պետք է լինես քո համար։ Բայց դու պետք է աշխատես դրա վրա։ Երբ մենք ասում ենք, որ պետության համար մարդը պետք է լինի մեծագույն արժեք, չէ՞, եւ դա կարծում նույնիսկ սահմանադրության մեջ է գրված, եւ ոչ միայն մեր մոտ ամենտեղ, եւ կարծում դա իհարկե ճիշտ է, բայց կա եւս մեկ հանգամանք։ Մարդը մարդու համար պետք է լինի մեծագույն արժեք։ Դու ինքդ քեզ պետք է զգաս որպես մեծագույն արժեք։ Այլ չասես ես խեղճ եմ, ես եմ, ինչ կասեք ենել կանեմ, կասեք հարցակվի սրա վրա կհարցակվեմ, կասեք պաշտպանի սրան կպաշտպանեն։ Նա փորձի ինքդ քեզ զգալ որպես մեծագույն արժեք, վերցրու այդ պատասխանատվությունը քո վրա։ Դու արժեք ես։ Մի ասա պետություն ինձ համար է արժեք։ Դու ինքդ քեզ համար է արժեք, դու ինքդ ստեղծիր այդ քո արժեքային համակարգը եւ հետո դու կտեսնես, որ կսուվեն եւ քեզ այդպես ընկալել։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Ձեր երեխաների ուրախ, անհոգ եւ գրագետ մանկությունը վստահեք Սիմբա արքա մանկական զարգացման կենտրոնին։ Հասցե Մաշտոցի 5G, հեռախոսահամարներ 093 405 411 095 405 411։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882 091 522 882։ Նոյանտապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Տարիքային որ փուլում պետք է գալ հասնել այդ գիտակցությանը կամ այդ ձևակերպումներին։ Ես կարծում եմ, Թե պետք է հենց մեր կրթական համակարգը այնպես աշխատի, որ հենց դպրոցից մարդը հասկանա ինչ է ներքին սահմանը, ինչի արժե համակարգը, որն է իր համար ավելի կարևոր։ ես կարծում եմ, որ այն ինչ որ ասում ենք դպրոցից եւ ընտանիքից, խոսեցին կրթություն եւ դաստիարակություն։ Առաջին հերթին պետք է երեխայի մեջ տեսնել մարդ։ Դա վերաբերում է եւ ընտանիքին, չասել ես իմ երեխան է ինչ կուզեմ կանեմ։ Կանը։ Նա անհատականություն է։ Նա իր աշխարհ, նա ինքն է որոշում ում հետ ամուսնանա, որտեվ դու չես ապրելու այդ մարդու հետ։ Կյանք կառուցելու ու երեխա մեծացնելու։ Ու մասնագիտություն ընտրելու։ Դու կարող ես խորհուրդ տաս, բայց ոչ երբեք որոշես էլ փոխարեն։ Նույնը դպրոցում։ Երեխաները տարբեր են եւ յուրաքանչյուրին պետք է ունենալ անհատական մոտեցում։ Նրանք արդեն դպրոցական տարիքից պետք է հասկանան, որ իրանք անհատներ են եւ անհատներ են իրենց հարևանները, իրենց համադասարանցիները եւ դա ամենակարևորն է։ Նրանք պետք է զգան, որ իրենց հարգում են, այլ ոչ թե ասում են դուք փոքր եք, դուք դեռ ոչ մի բան չգիտեք։ Իհարկե փոքր են, իհարկե դեռ շատ ավելի քիչ բան գիտեն, բայց դա տարիքի ընթացքում կլրացվի, բայց դա չի նշանակում, որ դու իրավունք ունես իրենց արհամարելու։ Դա չի նշանակում, որ դու իրավունք ունես իրենց վիրավորելու։ Դա չի նշանակում, որ դու իրավունք ունես ասելու օրագիրդ մոռացել ես, ավելի լավ է գլուխդ մոռանայի։ Որտեվ իրականում, երբ դու ասում ես այդ տեսակ բան, դու պետք է հասկանաս, որ երեխան չի արտահայտում, բայց ուղեղում քեզ պատասխանում է նույն բանը։ Ված չէր լինի, որ դու քո գլուխ մոռանայիր։ Դատարկ։ Այնուամենայնիվ, ինքդ քո համար հեղինակություն դառնալու այդ գիտակցմանը որ տարիքում գալ։ Գիտեք, երբ մենք ասում ենք հեղինակություն, երևի թե ամենանդեպս ես իմ համար այդպես եմ որոշում, դա ուսուցիչ հասկացողությունն է։ Ում ես դու համարում քո կյանքի ուսուցիչ։ Անպայման չի որ նա քեզ դաս տա։ Հեղինակությունը նա է, ումից դու ինչ-որ բան ուզում ես սովորել։ Չէ՞։ Ուզում ես նմանվել։ Ընդ որում անպայման չի որ դու ուզես նմանվել ամբողջովին, 100%-ով։ Դա հնարավոր չի։ Հնարավոր չի։ Բայց ինչ որ կան գծեր, որ քեզ շատ են հրապուրում եւ դու փորձում ես դգտել։ Ես իմ կյանքում ունեցել եմ մոտ մի տասնյակի ուսուցիչներ տարբեր ու տարբեր տարիքում ու եղել են նույնիսկ կոլեկտիվ ուսուցիչներ։ Դպրոցը, որտեղ ես սովորում էի ու այն դասարանը, որտեղ ես սովորում էի 10 տարի, իմ համադասարանցիները իմ համար ուսուցիչ էին։ Հարաբերությունների տեսակետից։ Մենք դպրոցում սկսում, մեզ ոչ ոք չէր ասում, բայց մենք իրարից շատ բան ենք սովորում։ Ինչպես տղաներ ու աղջիկները պետք է հարաբերակցվեն իրար հետ, ինչպես պետք է օգնել թույլին, ինչպես չի կարելի դավաճանել, ինչպես չի կարելի սուտ խոսել, ծաղրել թույլին։ Այո, հակառակ պաշտպանել։ Եվ ես հիմա արդեն քանի տարի անցել հասկանում եմ, որ առաջին դպրոցը գուցե էր մայրս, հայրս, որը սովորում էր ազատամտության, իսկ մայրս բարոյականության, հետաքրքիր բաներ։ Հետո ես սովորել եմ 4 տարի ինստիտուտում, բայց այնտեղ ունեցել եմ 1 ուսուցիչ, որը կես տարի է դաս տվել, բայց միջև հիմա նա իմ ուսուցիչն է, որը սովորեց մտածել։ Պապիկս, որը 4 դասարանի կրթություն ուներ, բայց արտակարգ տաղանդավոր մարդ էր, իմպրովիզատոր բան։
հաճույքը ստեղծագործելու իր մեջ տեսա։ Եվ նման բազմաթիվ բնությունը կարող է սովորեցնել։ Ես հաճախակի այդ օրինակը բերում եմ, տարիներ առաջ թատրոնով գնացել էինք Պլովդիվ, Բուլղարիա փառատոնի, եւ ես միշտ աշխատում եմ, որպեսզի նաեւ երկրի հետ մի քիչ ծանոթանամ դերասաններ, ոչ միայն փառատոն, էլ որտեղ հետաքրքիր է երկիրը։ Եվ գնում ենք Բուլղարիան շատ գեղեցիկ երկիր է, գնում ենք Պլովդիվի կողքը կա ինչ-որ կոչվում է քարե կամուրջներ, բնությունը կամուրջներ է ստեղծել երկու լեռների հրանքում եւ անցնում ենք ու տեսանք լեռներ, սարեր, անտառ է աճում, հող չկա, արտակարգ ուրեմն ասած անկյան տակ, բայց ծառերը ուղին կանգնած, այդ արմատներով իրանք ուրեմն կոտրում են քարը ու հասնում են այնտեղ ինչ-որ ջրի։ Ու կանգնացրիցի մեքենան, ասի նայեք, այսինչ արտակարգ ուսուցիչ է այս բնությունը։ Նա ցույց է տալի մեզ, ինչպես կարելի է ամենադժվար պայմաններում ուղիղ մեջքով կանգնել։ Բնությունն էլ շատ բան սովորացնում, բնությունն էլ հեղինակություն մեր համար։ Մենք ինքներս ենք ընտրում, բայց ընտրում ենք ելնելով էլի մեր այդ արժեքային համակարգից։ Եվ ես ոչ հավատացյալ եմ, ոչ աթեիստ եմ, ես ագնոստիկ եմ, բայց կարծում եմ, որ այն ինչ գրված է նոր գտակարանում, այն սկզբունքները ապրելու, ոչ ոք դա չի մերժել։ Եվ նույնիսկ հիմա, երբ որ այդ սկզբունքները ավելի լայն տարածում են ստացել արդեն անկապ կրոնից եւ եկեղեցուց, դա երևի լավագույն օրինակն է։ Երբ սկզբունքներն են մտնում կյանք, անկախ ուրեմն սկզբնաղբյուրից, թե որտեղից են եկել։ Մի սպանիր եւ այլն, բոլոր տաս պատվիրանները, հա։ Իրականում արժեքային համակարգը դա է։ Սիրիր, դժվար բան է։ Եվ այդ ճանապարհը, որը դու ինքնուրույն պետք է անցնես, դա դժվար ճանապարհ է, բայց քո փոխարեն այն ոչ ոք չի անցնի։ Ոչ քո ծնողը, ոչ քո ուսուցիչը, դու ինքդ պետք է ուզենաս անցնել այդ ճանապարհը։ Էլի, ասենց բերում ենք ցիտատներ, հա, ճանապարհը կհաղթարի միայն այն, նա ով քայլում է այդ ճանապարհով։ Կանգնել ճանապարհի կեսին եւ ասել ինձ տարեք, ինձ բրտեք, սարքեք ճանապարհը նոր կգնամ, ոչ միտեղ չես հասնի։ Նպատակ ու ճանապարհ ու աշխատի ձեռք բերել ընկերներ, այլ ոչ թե թշնամիներ։ Պարոն Բաբայան, ուզում եմ վերադառնալ բռնություններին, որոնց մասին կարճ եղավ։ Հիմա բռնության այնպիսի դրսևորումներ կան, որ ամեն անգամ մեր հանրային էմոցիաների հետ խաղում են, այսպես ասած։ Մենք շատ սուր ենք արձագանքում, որովհետև այնպիսի դրսևորումներ են, որոնց հնարավոր չէ հանգիստ լսել դրանց մասին եւ ընկալել։ Հիմա այդ բռնությունների մասին պետք է բարձրաձայնվի, այսինքն այսպես հանրայնացվի, թե չհանրայնացվի, սա իմ համար կոնկրետ ինձ համար է հարց։ Արդյոք մենք բռնությունների մասին բարձրաձայնելով նպաստում ենք դրանց ավելացմանը կամ պակասեցմանը, այդ դեպքերի։ Խոսել դրանց մասին չխոսել, լինել անտարբեր չլինել։ Աբովյանին հիշեցնեմ այդ սպանության ժամանակ հանրային որոշակի շատ մարդկանց մեղադրում էր, կանգառում կանգնած մարդկանց մեղադրում էր անտարբեր գտնվելու մեջ։ Շնորհակալություն։ Կարծում շատ կարևոր թեմա եք բարձրաձայնում։ Միանշանակ պետք է բարձրաձայնել, բայց ամենակարևորը ինչ ռակուրսի տակ ես դու բարձրաձայնում։ Կարելի է ասել բռնություն է տեղի ունեցել, ուր է նայում ոստիկանություն, ուր է նայում հարցը չի լուծվի։ Ոստիկանությունը պետք է անի իր գործը, բայց եթե հասարակությունը ներքին առողջություն չունեցավ, ամեն մի բակում մի ոստիկան չես կանգնացնի։ Ամեն մի ընտանիքի մոտ կամ բնակարանի մոտ մի ոստիկան չես կանգնացնի։ Իհարկե պետք է լուսաբանվի,
բայց ամենակարևորը ինչ անկյան տակ։ Ընդունելի է դա, թե անընդունելի է։ Գիտեք, հասարակության առողջությունը իմ համար շատ ավելի կարևոր է, քան քաղաքական ուրեմն հայացքները եւ քաղաքական բաները, հոսքերը, հա։ Բայց այդ առողջությունը ընդհանուր առմամբ պայմանավորված չէ կամ թելադրված չէ այդ քաղաքական Չեմ կարծում, հայացքներով։ չեմ կարծում, որտեվ բռնություններ լինում են ամեն տեղ եւ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը դա մերժի, չընդունի։ Քաղաքական ուժերը նրանք բոլոր դեպքերում նրանք ենթարկվում են հասարակական ճնշումների եւ հասարակական մտածողության։ Նույնիսկ երբ որ քաղաքական գործիչները հայհոյանք են օգտագործում եւ վիրավորում են, դա էլի նրանից է, որ նրանք գիտեն, որ որոշակի մաս հասարակության, հա, դա լավ կընկալի։ Լավ ես արել ասել ես, ճիշտ ես ասել արել ես, հա, մի բան էլ քիչ ես ասել, հա։ Չէ, դա ոգևորում է, չէ։ Հիմա պատկերացեք, ես հայհոյանք եմ օգտագործում եւ 100%-ով ինձ մեղադրում են, չեմ օգտագործել։ Ես քաղաքական գործիչ եմ, ինձ պետք է հանրության աջակցությունը, եթե ես տեսնեմ 100%-ով մերժում են ես իմ պահվածքը, ես իհարկե չեմ անի դա։ Բայց հասարակության մերժումը շատ ավելի կարևոր է։ Ինչքան էլ մենք ընդունենք օրենքներ, լավ ենք արել, որ ընդունել եք այդ ենթակրեական, հա, մշակույթի մասին, թե ինչպես է դա կոչվում, չեմ հիշում։ Բայց նա կա։ Ցավոք սրտի նա կա։ Ցավոք սրտի էլի բռնի ուժը, վիրավորանքը, հայհոյանքը համարվում է, ասենք ասեմ, տղամարդկություն, ուժի հատկություն, ոչ, թուլության հատկություն է, գրայքության հատկություն է, անդաստիրակության հատկություն է, ոչ մի բան քեզնից չներկայացնելու հատկություն է։ Այ եթե այդ տեսակետից մենք սկսենք մոտենալ դրան, 4-5 հոգով հարցակվել եք, մի հոգի եք ծեծում, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է շատ վատ բաների մասին։ Եվ ամենահեշտ բանը ասել, դե հիմա սա է մեղավոր կամ նա է մեղավոր կամ, եթե մեղքը մեղավորություն այդ գործողությունների մենք չենք ուղում կոնկրետ մեղավորին, այլ փորձում ենք իրան արդարացնել, մենք երբեք չենք ստեղծի նորմալ հասարակություն։ Չէ, եթե անգամ ծեծվողն է մեղավոր, դա դեռ չի նշանակում, որ 4 հոգի կարող են նրան միայնակ բռնության ենթարկել։ Բացարձակապես։ Իսկ մենք հաճախակի արդարացնում ենք վենդետան։ Չէ՞։ Ասում ենք դե տեսեք, դե բա մարդուն վիրավորել էին, բա ինքն էլ գնաց սպանեց, բա ինչ աներ։ Ոնց թե բա ինչ աներ։ Դե եկեք տենց շարունակենք։ Սրա մասին շատ լավ գրել է Շեքսպիրը իր Ռոմեո ու Ջուլիետում, հա։ Դե թշնամանք ինչի կարող է հասցնել երկու ընտանիքների միջև, որ սպանվեն երկու անմեղ ջահել սիրահարվածներ։ Այդ որ կարդում ենք երկու երեխա երիտասարդ տղամարդ սպանվեց, ինչու։ Բոլոր վեճերը լուծվում է դանակի միջոցով։ Սա ինչ ձև է։ Իսկ գուցե պետք է իսկապես ավելի այստեղ ուրեմն որպեսզի չստացվի, որ ես լրիվ պետության դերը հանում եմ։ Չէ, այստեղ պետք է շատ խիստ մեթոդներ։ Մարդիկ են ման գալիս դանակը գրպանում։ Հիմա ինչ անել, այդ ձեր ասած ամեն մարդու պետք է մի ոստիկան կանգնի եւ ամեն մարդու պետք չի ոստիկան կանգնած, պետք է պարզապես լավ ոստիկանությունն էլ ոստիկանությունը ընդհանրապես ամբողջ աշխարհում ինչպես է աշխատում։ Այդ խմբերի մեջ ունենում է իր տեղեկատվական աղբյուրը եւ կարողանում է դրանով կանխել։ Այս մարդու գրպանում ես գիտեմ, որ կա դանակ։ Այս խումբը հավաքվում է այստեղ, ինչ որ բաներ է անում, արդեն պոտենցիալ հանցագործներ են։ Կա ավելի հեշտ է կանխել, չէ, չբերել հասցնել եւ ասել, վայ, այս ինչ կատարվեց, այս ոնց չտեսանք, այս ինչ եղավ, սա է մեղավոր, մենք եք մեղավոր, մենք էլ չենք կատարել մեր աշխատանքը։ Ես նկատում եմ ուժային կառույցները։ Եվ դեռ աշխատանքը ոչ թե իսկապես ամեն մի անկյունում կանգնելն է, այլ կա դրա համար ձևեր, որոնք ընդունված են ամեն երկրում։ Դա ունենալ այդ ինֆորմատորներին, այսպես ասած։ Գուցե դա պատիվ չի բերում, հայ ոնց է
հայտնում են, բան են անում, բայց սա աշխատելու ձև է ոստիկանության։ Եվ դրանով կարողանում են կանխել բազմաթիվ, մենք դեռ փառք Աստծո նորմալ վիճակում ենք, մեր մոտ թութուտո այսքով չտամ, այստեղ չկան դեռ ահաբեկչական գործողություններ, որոնք շատ տարածված են իմ աշխարհում։ Բայց պատկերացրեք, որ այդ ահաբեկչական գործողություններից, որոնք իրականացվում են, ասենք թե Գերմանիայում կամ Ֆրանսիայում, 100 նախատեսվածից մեկն է իրականացվում, մնացածները կանխվում են։ Ինչպես են կանխվում։ Ոստիկանները ներմուծում են իրենց մարդկանց, կարողանում են ժամանակին ճիշտ ինֆորմացիա ստանալ։ Մարդու կյանքն է կորում։ Մարդը չկա, մարդուն սպանեցին։ Այն ինչ որ մենք ասում ենք մեծագույն արժեք, ուզած մարդ։ Բացա ողբերգություն չի։ Թե չէ մենք սովոր ենք 1000 ես կողմ, 1000 են կողմ, միլիոն ես կողմ, միլիոն են կողմ, չափել ասել ես քանա մարդ մահացել ես քանա արել։ Յուրաքանչյուր մարդու մահը դա մեծագույն կորուստ է։ Այս մտածողությունը պետք է լինի բոլոր օղակներում, բոլոր եւ հանրային հասարակության եւ ուժային մարմիններում իհարկե միանշանակ։ Գիտեիք, որ դանակ կանայք են պահում։ Եվ դանակահարության դեպքերից մեկն էլ վերջին կիներ իրականացրել։ Ես անկեղծ ասած մեծ ես չգիտեի, բայց իմ համար ոնց ասեմ, սա ինչ որ մի տենց ապշեցուցիչ ինֆորմացիա չէ։ Ես չեմ ուզում տարբերակել այդ տեսակետից կանանց եւ տղամարդկանց, որովհետեւ ես տեսնում եմ բազմաթիվ հայհոյող կանայք, հա, համացանցում, գուցե ավելի շատ հայհոյող քան տղամարդիկ, բազմաթիվ կանայք, որոնք հայհոյակից հաճույք են ստանում, այլ կա, այդտեղ Ֆրեյդը կբացատրի, ուրեմն դրա պատճառները։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը եւ միգուցե այսօր արդեն դրա ժամանակը եկել է, պետք է ունենա ինքնապաշտպանության հնարավորություն։ Քաղաքակիրթ աշխարհում դրանք այդ գազային ատրճանակներն են կամ բալոններն են, բայց դա դանակ չի։ Դանակը հանցագործության գործիք է, միանշանակ։ Եվ այո, ոստիկանությունն էլ պետք է ունենա իրավունք միայն կասկածելու հիման վրա, մատնայել, այս մարդը դանակ ունի, թե չունի։ Ինչ գործ ունի դանակը քո գրպանում։ Այդ ինչ գործ պետք է անես, որ քեզ դանակա պետք։ Այդ որ խանութը մտնես, խնդրես, որ քեզ ասենք, թե երշիկը կդրտեն տան ու չեն կդրտի չեն տա ու հացը։ Դանակը կենցաղում պահելը հանցագործության ատրիբուտ է, միանշանակ։ Պարոն Բաբայան, չեմ կարող չհարցնել վերջին իրադարձություններից ամենաքննարկվողը ու դեռևս երկար կքննարկվի երևի թե հոգևորականության հետ կատարվողը։ Սրան չենք նայում քաղաքական տեսանկյունից, փորձում ենք հասկանալ Փորձ եմ ասել, ես ճիշտ ասած մի քիչ խուսափել եմ միշտ այդ թեմայից, որովհետև ասեմ հավատացյալները պետք է իրենք որոշեն։ Ինչպիսին պետք է լինի իրենց հոգևոր հայրը։ Այո, ես իրանք չունեմ այդտեղ խառնելու, բայց մի երկու բան ասեմ։ Առավելևս որ հիմա հենց այսօր մենք ապրում ենք այն վիճակում, երբ որ sense բազմաթիվ կոմպրոմատներ են, հա, իրար վրա։ Գնում եւ փորձում են իրար մեղադրել։ Երկու բան ասեմ, եթե թույլ կտաք։ Իհարկե։ Առաջինը բերեմ մի պատմական օրինակ, ուրեմն եթե չեմ սխալվում 50 թե 51 թվականին Բերյան զեկույցով գալիս է Ստալինի մոտ եւ ասում մեր գրողները այլանդակ ձով են իրաց տոնում։ Խմում են, հարբում են, ուրեմն կանանց են դավաճանում, ուրիշ ընտանիք են ունենում։ Մի խոսքով ինչ այլանդակություն ասես անում են։ Ստալինն իրեն պատասխանում է. ուրիշ գրողներ ես ձեր համար չունեմ։ Սա մեկ, երկրորդ, էլի իմ գործը չի իհարկե, բացարձակապես չեմ ուզում խառնվել դրա մեջ։ Բայց կարծում եմ եկեղեցին, ինչպես եւ յուրաքանչյուր ինստիտուտ մեր կյանքում բարեփոխումների կարիք ունի, մեծ։ Եվ շատ կարևոր է
ոչ թե ով կլինի, ասենք թե կաթողիկոսը, այնինչ բարեփոխումներ կուզենա կատարել եկեղեցին։ Բերեմ երկու օրինակ։ Միթե պարշչոր կուսակրոնությունը դա ապուշություն է։ Պայքարել բնության դեմ ու պարտվել, ու սուտ խոսել, ու սուտը տարածել, ու սուտը դրանից է սկսվում։ Գուցե պետք է վերանայել դա։ Սա մեկ։ Եվ երկրորդը ոչ թե որտեղ դուք շատ հրապուրիչ լրագրող եք, իսկ ինչու կանայք իրենք չունեն լինել եկեղեցական 21-րդ դարում, պակաս հավատացյալ են, պակաս տիրապետում են այն ամեն ինչ կարևորին, ինչին պետք է տիրապետի իրական քահանան, գուցե դեռ կարելի է վերանայել, չէ՞։ Այո, կանայք չունեին առաջ ընդհանրապես ոչ մի իրավունքներ, զրկված էին քաղաքականության մեջ ձայնի իրավունքից եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, բայց եղբայր անցել է 2000 տարի, ժամանակը փոխվել է, եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, եթե մենք ուզում ենք, որպեսզի նա լինի մարդկանց համար հասկանալի, ուրեմն երևի թե բոլոր այն ցակատարությունները, որոնք կատարվում են եկեղեցում, պետք է կատարվեն մարդավարի այսօրվա աշխարհաբար հայրենով, որպեսզի բոլորը հասկանան դա։ Տարբեր ձևեր պիտի լինեն։ Ես տեսել եմ ինչա կատարվում Անգլիայում, որը կարծես թե շատ պահպանողական երկիր է, ինչպիսի մեթոդներ են կիրառում, որպեսզի երիտասարդները գան այդտեղ, մարդիկ գան, որտեվ չի կարելի ասել, որ հավատքը ունի միայն այս ձևը։ Դու կարող ես շատ տարբեր ձևեր մշակել, բայց արդյունքում հավատք առաջ բերես։ Իսկ եթե դու միայն ձևն ես պահպանում, դու հաճախ կորցնում ես նաև բովանդակությունը։ Ես էլ եմ ասում, սա իմ գործը չի, ես ոչ հավատացյալ եմ, ոչ աթեիստ եմ, ես չեմ բանանում, բայց ես մտածում եմ պարզապես գուցե կողքից հայաց։ Բարեփոխումներ պետք են, եղբայր, եթե մենք ուզում ենք լինել այսօրվա ժամանակի հետ քայլող շատ կարևոր հոգևոր աշխարհի կարևորագույն մասը։ Եթե ոչ, եթե մեզ պարզապես ուրիշ բան է հետաքրքրում, սա ուրիշ խնդիր է, փակ բաժնետիրական ընկերություն, բայց եթե դա մի խոսքով կարող է մի քիչ շատ խոսել այդ թեմայով։ Չէ, ձեզ հետ անվերջ կարելի է խոսել, պարոն Բաբայան, բայց ամփոփենք մեր զրույցը։ Ամփոփենք հետեւյալ իմ համար շատ ցավոտ բնորոշմամբ։ Մեր հանրությունը հիվանդ է, կանվանեք հիվանդ մեր հանրությանը։ Չէ։ Իսկ ինչպես կանվանեք, դրանով էլ մեր հանրությունը տարբեր է։ Հանրությունը հիվանդ չի լինում։ Գիտեք, տարիներ առաջ կար մի համալսարանի ռեկտոր, որը թույլ տվեց իրեն այսպիսի արտահայտություն, այս ոնց ասած խեղճ չէ, ինչ որ ուրիշ բառ ասեց պետության մասին։ Ես ասի պետությունը խեղճ չի լինում, խեղճ լինում են մարդիկ։ Թշվառ են նաև ասում։ Այո։ Գուցե թե։ Դու ինքդ ես այդպիսին։ Եթե պետությունը абստրակտ հասկացողություն չի, հասարակությունը абստրակտ հասկացողություն չի, նա անհատներից է, ես, դուք, երրորդը, չորրորդը, եւ նրանից թե ինչպիսին ենք մենք յուրաքանչյուրս։ Կարելի է տալ այդ ձեր ախտորոշումը հանրության։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությունը իր մեծամասնությամբ հիվանդ է։ Չնայած շատ կարևոր բան կա։ Հիվանդ լինելը դա, ցենց ասեմ, սա դատավճիռ չէ։ Եթե դու ճիշտ ես ախտորոշում, ճիշտ ախտորոշում ասում են հիվանդության բուժման կեսն է, չէ։ Այո։ Ու դու սկսում ես ինքդ քեզ բուժել։ Այդ բուժման կարիքը բոլորը ունեն։ Ես էլ ունեմ։ Ես հիմա մտածեմ, ես սենց խոսում եմ, կարող է տպավորություն ստեղծի, որ ինչ որ բարձունքներից եմ խոսում եւ այլն, ոչ։ Առաջինը ես ունեմ դրա կարիք։
Եվ բոլորս ունենք դրա կարիք։ Ու ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք կամ առողջ են, կամ առողջացման process-ով են գնում, կան եւ հիվանդներ իսկապես։ Հիվանդը նա է, ով չի զգում, որ իր մեջ կա հիվանդություն եւ չի ուզում բուժվի, ով մերժում է բուժումը, ով հավարում է, որ իր շրջապատը հիվանդ իսկ ինքը առողջ։ Չէ, մենք բոլորս այս կյանքը տված է, որպեսզի մենք այս ճանապարհը անցնենք։ Այսքան տարի, մեկին այսքան տարի, մյուսին այսքան տարի, բայց մենք պետք է փոխվենք, մենք պետք է կարողանանք մեր մեջի այդ բոլոր վատ բաները շատ դժվար է անվում։ Բայց երբ էլի կտակարանից գնացի, բայց երբ Քրիստոս ասում որ երեխաների մեջ մանեք եկինք, մենք պետք է գանք այդ երեխաների կարգավիճակին, այդ անկեղծությանը, Մաքրության։ բայց արդեն կյանքի ես ուղին անցած, արդեն իմաստավորված հասկանալով որ սա է ճիշտ, որովհետև այս բանը, ոնց ասեմ, նայեք, վիրուսները, միկրոբները կան եւ ստերիլ որևէ բան չկա աշխարհում։ Ամենակարևորը թե ինչ իմունիտետ ես դու ձեռք բերում, կարող ես դիմադրել դրան։ Մենք հաճախակի ասում ենք, դե վիրուս է, դա այսել վարակվեցի։ Հա, բայց ինչ որ մեկը վարակվեց, ինչ որ մեկը ոչ։ Ինչ որ մեկի օրգանիզմը իմունիտետը ձեռք բերեց։ Մեր հոգին էլ պետք է իմունիտետ ձեռք բերի։ Նման տենց հոգևոր վիրուսներից։ Էլի վերադառնանք այդ Բայց թեմային։ ձեռք չբերի խորը ծերության ժամանակ, պարոն Բաբայան։ Դե ինչքան շուտ է։ Ձեռք բերի ինչքան- հնարավորինս շուտ։ Լև Տոլստոյը այդ տարիքը որոշել էր 16 տարեկանից, որովհետև դեպի 16 տարեկան դու փչանում ես, հետո պետք է հասկանաս, գուցե 16 չէ, գուցե մի քիչ ավելի 20, Թող լինի 20, 20, հա, ու պետք է արդեն սկսես քեզ բուժել, որովհետև դու արդեն այդ տարիների ընթացքում վատ բաներ ձեռք ես բերել։ Հիմա ես երբ հիշում եմ իմ երիտասարդ տարիները, դու շատ վատ բաներ եմ արել, շատ դատապարտելի բաներ եմ արել։ Ես հաճախակի ասում ենք, մենք չենք կարող մեզ ներել այն բանի համար, ինչ որ արել ենք մեր ծնողների հանդեպ, ես էլ չեմ կարող ինձ ներել, նեղացրել եմ հաճախակի։ Ու որպես ինձ արդարացում համարում է դե ոչինչ իմ երեխաները կմեծանան, նրանք էլ ինձ կնեղացնեն։ Չեն նեղացնում։ Ու ես ավելի վատ եմ ինձ զգում, որ ես նեղացրել եմ ծնողների ժամանակին։ Շատ մեծ է գայթակղությունը հարցնել, թե այդ որը հարցերում եք դուք նեղացրել ձեր ծնողներին, բայց ինձ թվում է դրա մասին Չէ, մենք ես հաջորդի կարծում եմ, հա։ խոսենք կամ եթե դա ձեր անձնական որոշումն է չխոսել դրանց մասին, մենք հարգում ենք, պարոն Բաբայան, շատ շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար։ Ես մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։